Ողջունում եմ բոլորիդ, շնորհակալություն Հովիվ ջան վստահության համար, Աստված բոլորիդ օրհնի, ամեն երևի չէ, Աստված բոլորիդ օրհնի, ես շատ ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունեմ, վստահություն եմ ստացել, փառք Աստծո, որ բեմից կարող եմ վկայել, թե ինչպես իմ մկրտությունը եղավ, շատ դժվարություններով, շատ երկար ժամանակ էի սպասում դրան, փառք Աստծո, ստացվեց։ Սկսվեց ճանապարհորդությունը մի քիչ դժվարությամբ, եկեղեցում շատերը գիտեն, մինչ գնալը մեքենաս փչացավ, գիշերը ժամի 2-ին ղեկը ուղիղ ոտքերից վրա ընկավ, տաքսի էի քշում ու կողքս նստած պասաժիրկեն վախեցել էր, ես ժպտում էի, նայում էր դեմքից, թե հիմա ինչա ժպտում, բայց քանի որ իրականում դա շատ երևի մեր եղբայրները գիտեն, որ ինչքան կարևոր է, որ ղեկը եթե արագության ժամանակ հանկարծ տենց բան լինի, դա մահաբեր է, շատ վատ բանի կհասցնի, բայց փառք Աստծո, այդ մի փորձությունից բրծա, հաջորդ օրը փորձությունը տղայիս էլեկտրասամակատի վրա եղավ, վեր ընկա, էլի ունենց էր ստացվում, որ անընդհատ չպետք է գնամ։ Դրանից հետո մայրս էր իրան վատ զգում, էլի ստացվում էր նենց, որ չպետք է գնամ, բայց փառք Աստծո, որոշումս կայացրած էր, որ պետք է գնամ, ես չգիտեի, որ մկրտվելու եմ։ Ես ուրախ էի, որ պետք է մասնակցեմ նման արարողության, այդքան հոգևոր մարդկանց մեջ եմ գտնվելու, այդքան քույր եղբոր ու համոզված էի, որ դա Աստծուց է տված, որ ես կարող եմ մի փոքր օրհնվեմ այդ մարդկանց շնորհքից, որը որ ես փոքր հավատքով եմ, չէ, ներս եկե, շատ քիչ է իմ հավատքը, քանի որ ես կար ժամանակում եմ եկել, մի տարի է, մի քանի օրից մի տարի է ուղիղ լրանում։ Եվ ճանապարհորդությունը շատ հետաքրքիր սկսեց։ Ես էի, գիտեք, երևի հրաճախբերը, Վեներքուրը եւ մեր Հովիվը։ Հա, Սամվելը մեքենայով էր գնացել, ինքը ուրիշ ախպեր է, ինքը մեր հետ չեկավ։ Բայց ինքը մեզ դիմավորեց, ասեմ, որ ինքը մեզ դիմավորեց, լավ է շատ համով շաուրմա հյուրասիրեց։ Ուրեմն 3 ժամ թռիչքից հետո, այնտեղից 3 ժամ պետքա գնացքով գնաս, ատլեր գնացքի մեջ նստած ենք, խոսում ենք, զրուցում ենք տարբեր բաներից ու հետաքրքիր դեպք պատահեց, էսկավատրից մի հատ մարդ էր ուզում բարձրանար 3 հատ մեծ ճամպրուկով։ Ու այդ մարդը հենց վայր ընկավ, այդ ճամպրուկներն է վրեն։ Ես Վեներքուրը խառնվել այրար, վայ, օգնեք, ես մի համ ուզում եմ ծիծաղեմ, համ ինձ վատ եմ զգում, կասեն, ինչ անսիրտ մարդ է, էլի։ Բայց այդ պահին հասկանում եմ, որ ասում եմ, սա նման է նրան, որ մարդը հավատքի գա, իր հետ բերելով իր այդ մեծ ճամպրուկները, իր մեղքերը։ Եթե դու հավատքի ես գալիս, սկզբից դու բարձացի, թեկուզ մի փոքր ճամպրուկով, հետո որ դրանք կտեսնես, դու կարաս բարձրացնես, թե չէ։ Դրանից է կախված։ Փառք Աստծո, այդ մարդուն ոչ մի բան չեղավ, այդ մարդը իր ճամպրուկները բարձրացավ, տեղ հասավ, հույս ունեմ, սա նորմալ է այդ մարդու մոտ։ Ճանապարհորդությունը շարունակվեց, Հովիվը ճանապարհին պատմում է, թե ոնց է ինքը մեծ հանդիպում ունեցել Աստծո հետ, ու այդ ժամանակ շատ անսպասելի, դե Սոչին շատ մեծ է, չէ, իր ասենք այդ փոքր քաղաքներով։ Ու կինա բարձանում, ու պարզվում է այդ կինը, այդ Հովիվի կինն է, որը որ իրանց դիմավորելա, չէ, ձեզ ընդեղ, հա, ձեզ բայլա, ու շատ մեծ ուրախություն էր, ոբշեմ, այդ օրը տեղ հասանք, շատ հիանալի, չեմ կար ասեմ, ինչքան մարդ պետք է ասենք անսիրտ լինի, որ չզգար այդ ոնց դիմավորեցին ընդեղ մեր եղբայրները, ինչքան քաղցր, ինչքան ջերմ, ես չգիտեմ, ասենք, շատ մարդկանց ես չէի ճանաչում, չնայած ասում փառք շատ Հովիվների հետ ծանոթ էի, բայց այն ջերմությունը, որ ես ստացա այն մարդկանց, որոնց չես ճանաչում, որ քեզ դիմավորում են, ասում են, Աստված օրհնի աղբերս քեզ, որ դու այսօր ստեղ ես, դու մեր հետ ես, դու մեր մեջ ես։ Ես շատ կուզենամ, որ մեր եկեղեցում բոլորը այդ ձև լինեն։ Դա շատ մեծ ջերմություն է աղբերս, երբ որ դու ներս ես գալի եկեղեցի ու դրան շեմին թողում ես քո խնդիրները, քանի որ դրան դեմը քեզ դիմավորում է մի մարդ, ժպիտով ու ասում է Աստված քեզ օրհնի։ Օրհնություն է տալի, դու այդ օրհնությունով ներս ես մտնում ու ժպիտը անկախ քեզանից քո զենքը դու դուրսը թողում ես դրան դեմը ու մտնում ես։
Լավ, շարունակեմ նրանով, որ 3 օր մեծ քաղցր քարոզներ էր։ Ու հաջորդ օրը առավոտյան իմացա, որ մկրտություն ալնելու։ Մոտեցա հովիվին, ասում եմ, հովիվ կարող է ինձ այդ ձեռը այդ մկրտեք։ Ասում է ալիքները շատ բարձր, հա, բայց եթե մի փոքր, ասենք, թեթևանա, մաքրվի, հարց չկա, խնդիր չկա։ Չեմ հիշում կողքից ով էր, ասում է, ախպեր ոչ չի ասում, որ ալիքները շատ բարձր են, թել կկապենք, թելով ասում եմ ոնց պարանով ոնց բայց թե լավ, ասի դե որ մկրտվելը կա, էլ ինչ ձևեր թափենք, թող պարանով լինի, լավ։ Ասում փառք, մկրտությունից առաջ Ալիկ ախպերը երևի շատերդ կհիշեք դեպք էր պատմել, որ իրան եղբայրներից մեկը մոտեցել է, ասել է, հովիվ, բան ունեմ հետդ խոսալու։ Ասում է, ասա, ինչ կա։ Ասում է, կնոջս դու ես մկրտե։ Ասում է, ինչի որ։ Ասում է, մինչև վերջ էր ջրի տակ, հո լեզուն դուրսը չէր մնացե։ Հիշում եք, չէ՞։ Ու ինձ որ մկրտեցին, հենց գլուխս հանեցի, ասում եմ, տղեկ, հո լեզուս դուրսը չէր մնացե։ Փառք ասու հույս ունեմ, որ լեզուս չէր մնացե, մի քանի անգամ վիդեո նայել եմ, չէ, ոչ նորմալ էր։ Հա, ուրեմն այդ օրը մկրտության օրը մենք նստած ենք հաղորդություն, հա, եթե չեմ սխալվում, հենց այդ օրն էր հաղորդություն։ Սամվել ախպերը կողոս նստած է ու խոսում ենք բան, որ հաղորդություն է, իմ մոտ առաջ անգամ հաղորդություն պետք է լինի։ Ասում փառք, շատ հետաքրքիր անցավ, շատ ուրախ անցավ։ Մկրտվեցինք, այսինքն մի քանի եղբայրներ եկային, բայց ինձ համար դա շատ մեծ նշանակություն ուներ, որովհետև շատ էր մեծ ցանկությունս։ Վերադարձանք, ասեմ նրան, որ շնորհավորություններից առաջինը, չէ, մինչև մկրտվել է ես զանգեցի Գրիշ ախպորս, ասի, սենց ուրախություն է ինձ համար, որ հնարավորություն կա մկրտվելու, ասավ Աստված օրհնի։ Առաջի շնորհավորողը Ռուբեն ախպերս էր, ինքը զանգեց, հա, ուշ ժամեր շնորհավորեց։ Ու ես երևի շատ զարմացած էի, չգիտեմ ովքեր գիտեն, ովքեր չէ, արարողությունը ռուչիոկ, հա, հովիվները եւ ծառայողները, որ 4 ժամից ավել կանգնած օրհնում էին եւ փառաբանում էին, դա մի հիասքանչ, մի հատ զարմանալի, մի հատ յուրահատուկ արարողություն, կարելի ասել տենց արարողություն էր։ Շատ զարմանալի է, որովհետեւ 4 ժամից ավել ոտքի վրա կանգնած 200-ից 300 հոգի մարդ օրհնվում են նման մարդկանց կողմից 14 հովիվ էին, եթե չեմ սխալվում, իրենց կանանց հետ, եւ 4 ժամ անընդմեջ փառաբանության խումբը առանց հանգստանալ անընդհատ երգում էր։ Աստված օրհնի։ Ես շատ կուզենամ, որ վերջացնելուց առաջ աղոտ բարձրացնենք մեր ծառայողների, իրանց ընտանիքների, մեր հովիվի, մեր Գրիշ ախպոր, թե ինչքան է ինքը իր ընտանիքով նվիրված ծառայում մեզ, ես չեմ ամանչում այդ խոսքից, իրոք մեզ, իր ասում ծառայելով ինքը մեզ է ծառայում, որովհետև եթե հիշում եք Հիսուսը ասում է, չէ, անի ոտքերդ ես լվամ եղբայր, ասում եմ ոնց կարող, բեր ես քո ոտ, չէ, ասում է ես քո ոտքերը պետք է լվամ։ Դա շատ մեծ օրհնված է, օրհնություն է, որ դու քո եղբոր համար պատրաստ ես դա անել։ Ու մեր եկեղեցու ծառայողներին ես շատ եմ ուզում, որ Աստված այնքան իրանց օրհնի, որ իրանք միշտ Աստծուն ծառայելով իրանց քուրոջը ու եղբորը ծառայեն։ Հովիվ ջան, քեզ էլ քո ընտանիքի հետ։